Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Մենք ականատես եղանք նողկալի քարոզչության, որն ուղղակիորեն ծրագրված եւ համակարգված էր եւ որում իրենց դերն ունեցան BBC-ն, Եվրոպական խորհրդարանը եւ վրացի արմատականները, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ Նրա խոսքով երկրի արմատական ընդդիմությունը փորձում է կառչել փրփուրներից, որպեսզի իրականացնի եվրոպացի հովանավորների ծրագիրը։ Հետաքննությունը իրականացվել, գործընթացը եղել է թափանցիկ, բոլոր հարցերին տրվել են պատասխաններ եւ ասվել է, որ եթե հարցեր մնան, մենք պատրաստ ենք այդ նյութերը ցույց տալ ցանկացած միջազգային կազմակերպության։ Եթե հարցեր կան, այդ միջազգային կազմակերպությունները կարող են գալ տեսնել դրանք։ Ինչու չեն գալիս։ Ավելի վաղ BBC-ն հրապարակել էր հետաքննություն, ըստ որի Վրաստանի իշխանությունները 2024 թվականին Թբիլիսիում հակակառավարական ցույցերը ցրելու համար օգտագործել են արգելված քիմիական նյութ՝ բրոմբենզիլցիանիդ։ Վրաստանի ղեկավարությունը հերքում է քիմիական նյութերի օգտագործումը ցուցարարների դեմ։ Պապուաշվիլին նաև նշել է, որ Թբիլիսիի եւ Բրյուսելի հարաբերությունների վերագործարկումն անխուսափելի է Եվրամիությունում ղեկավարության փոփոխության դեպքում։ Նա հավելել է, որ վրացական կառավարությանը չի հաջողվի լեզու գտնել ԵՄ ներկայիս ղեկավարության հետ, քանի որ նրանք ունեն այլ քաղաքական օրակարգ։ Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է Ուկրաինա տարբեր հզորությունների 9 գեներատոր ուղարկելու մասին։ Գերատեսչության հայտարարության համաձայն օգնությունը Ուկրաինայի ուղարկվել ցամաքով եւ տեղ կհասնի մի քանի օրվա ընթացքում։ Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարն ավելի վաղ հայտարարել էր, որ էներգետիկ ենթակառուցվածքին հարվածների դադարեցման դեպքում Ուկրաինան կկարողանա 2 ամսվա ընթացքում վերականգնել էներգահամակարգը։ 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Վրաստանն Ադրբեջանից ներմուծել է 143,000 տոննա նավթ եւ նավթային յուղեր, ինչը 49%-ով ավելին է նախորդ տարվա ցուցանիշից։ Լրատվամիջոցների տվյալով մատակարարումների արժեքը կազմել է $99 միլիոն։ Նոյեմբերին գնումները հասել են 18,000 տոննայի, $13 միլիոն արժողությամբ, ծավալն աճել է 84, իսկ արժեքը 44 անգամ։ 11 ամսվա ընթացքում Վրաստանում նավթի ընդհանուր ներմուծումը կազմել է 1 միլիոն 653,000 տոննա, ինչը 14%-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում Հայաստանն ու Թուրքիան որոշում են կայացրել դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը դիվանագիտական, հատուկ եւ ծառայողական անձնագրեր կրողների համար։ 2026 թվականի հունվարի 1-ից երկու երկրի դիվանագիտական, ծառայողական եւ հատուկ անձնագիր կրող անձինք կարողանալու են էլեկտրոնային վիզա ստանալ անվճար։ Այս առիթով Հայաստանն ու Թուրքիան եւս մեկ անգամ վերահաստատում են իրենց հանձնառությունը շարունակելու երկու երկրի միջև կարգավորման գործընթացը, նպատակ ունենալով առանց որևէ նախապայմանի հասնել լիարժեք կարգավորման, հայտնել են արտգործնախարարությունից։ Միացյալ Նահանգները լրջորեն դիտարկում է Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելու հնարավորությունը, հայտարարել է Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Թրամփը նաև հայտարարել է, որ վստահում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին եւ կարծում է, որ Անկարան կործանիչները չի կիրառի Իսրայելի դեմ։ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքն ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան պետք է հրաժարվի ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերից ԱՄՆ F-35 կործանիչ ծրագրին վերադառնալու համար։ Միացյալ Նահանգները Թուրքիային հեռացրել էր F-35-երի ծրագրից այն բանից հետո, երբ Անկարան 2019 թվականին պայմանագիր կնքեց ռուսական S-400 համակարգերի ձեռքբերման վերաբերյալ։ Թուրքիայի նախագահն էլ հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի հետ վերջին բանակցությունների ընթացքում դրական արդյունքներ են արձանագրվել F-35 կործանիչների ծրագրին Անկարայի մասնակցության հարցում։ Ռեջեփ Էրդողանը հույս է հայտնել, որ այդ խոստումները կկատարվեն։ Նա տեղեկացրել է, որ առաջընթաց կա նաև Eurofighter կործանիչների գնման շուրջ բանակցություններում։ Թուրքիայում իսլամական պետություն խմբավորմանն անդամակցելու համար կասկածվող 357 մարդ է ձերբակալվել, հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ Նրա խոսքով առավոտյան ոստիկանությունը երկրի 21 նահանգում գործողություններ է իրականացրել։ Բացի այդ, նախարարը հայտնել է, որ Յալովայում 3 ձերբակալվել է 16 անձ, որոնք սոցիալական ցանցերում Սադրիչ հաղորդագրություններ են հրապարակել հակաահաբեկչական գործողության վերաբերյալ։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Թուրքիայի Յալովա նահանգից ոչ հեռու կատարված հատուկ գործողության
պայքարության ժամանակ 3 ոստիկան զոհվել է, 8 ոստիկան եւ անվտանգության 1 աշխատակից վիրավորվել։ Նախորդ շաբաթ Թուրքիայում ձերբակալվել են Իսլամական պետության 115 ենթադրյալ անդամներ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Իրանը լուրջ հետևանքների կբախվի, եթե շարունակի միջուկային ծրագիրը։ Իրանը հնարավոր է իրեն ճիշտ չի պահում։ Դա դեռ հաստատված չէ, բայց եթե հաստատվի, նրանք գիտեն հետևանքների մասին։ Թրամփը հավելել է, որ արդյունքը կլինի ավելի լուրջ, քան նախորդ անգամ։ ԱՄՆ նախագահը նկատի է ունեցել հունիսի 22-ի գիշերը Իրանի եւ Իսրայելի միջև 12-օրյա պատերազմի ժամանակ Իրանի 3 միջուկային օբյեկտի վրա ամերիկյան հարվածները։ Սպիտակ տան ղեկավարը նաեւ նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Թեհրանի հետ երկխոսության։ ԱՄՆ նախագահի խոսքերին արձագանքել են Թեհրանից։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեի խորհրդական Ալի Շամխանին նախազգուշացրել է ագրեսիայի դեպքում Իրանը կոշտ պատասխան կտա։ Նրա խոսքով Իրանի հրթիռային եւ պաշտպանական հնարավորությունները վերահսկողության ենթակա չեն եւ թույլտվություն չեն պահանջում։ Շամխանին X-ի իր միկրոբլոգում նշել է, ցանկացած ագրեսիա կհանդիպի անհապաղ եւ կոշտ պատասխանի, որը դրա կազմակերպիչները չեն կարող պատկերացնել։ Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինը հրաժարական է տվել ազգային արժույթի փոխարժեքի կտրուկ անկման եւ Թեհրանում ու այլ քաղաքներում բողոքի ակցիաների ֆոնին։ Իրանական արժույթը կիրակի օրն ընկել է $1 դիմաց մինչև 1.442 միլիոն ռիալ։ Երկուշաբթի օրն այն վաճառվել է $1 դիմաց 1.38 միլիոնով։ Նախագահ Մասուդ Փեզեշքյանի գլխավորությամբ կենտրոնական բանկի հրատապ նիստ է տեղի ունեցել։ Նախագահը Իրանի կառավարությանը կոչ է արել լսել ցուցարարների պահանջները եւ քայլեր ձեռնարկել նրանց խնդիրների լուծման ուղղությամբ։ Ավելի ուշ նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Իրանի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախկին նախարար Աբդոլ Նասեր Հեմաթին կնշանակվի Իրանի կենտրոնական բանկի նոր ղեկավար։ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայեին։ Նա հույս է հայտնել, որ երկրները հնարավորինս շուտ կկարողանան կարգավորել տարաձայնությունները բանակցային գործընթացի շրջանակներում եւ այդ թանկ պատերազմը կավարտվի։ Բաղայեի խոսքով այն հարցը, թե ինչ դեր կարող են խաղալ BRICS-ը եւ այլ բազմակողմ միջազգային կառույցները այդ գործընթացում, պետք է որոշվի այդ միավորումների անդամ երկրների կողմից։ Վլադիմիր Պուտինը զարմացել է, թե ինչպես եմ կարգավորել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտությունը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։ Ես չեմ կարողանում հավատալ, որ դուք կարգավորել եք այս պատերազմը, քանի որ ես 10 տարի փորձել եմ դա անել, ասաց Պուտինը։ Իսկ ես բառացիորեն կարգավորել եմ այն 1 օրում։ Նրանք անգամ առևտուր են անում։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպում է ունեցել Մոսկվայում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռահման Մուստաֆայևի հետ։ Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն ամփոփվել են անցնող տարում ռուս-ադրբեջանական համագործակցության արդյունքները։ Հաստատվել է երկկողմ կապերի հետագա զարգացման փոխադարձ տրամադրվածությունը։ Համաձայն 2022 թվականի փետրվարի 22-ին ստորագրված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի եւ հոկտեմբերի 9-ին Դուշանբեում երկու ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունների։ Կողմերը մտադրություն են հայտնել 2026 թվականին ավելացնելու շփումները ռուս-ադրբեջանական ողջ օրակարգի շուրջ։ Քննարկվել են նախորդ տարվա դեկտեմբերին ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի աղետի հետևանքների կարգավորման հետ կապված հարցեր։ Ռուսական կողմը կրկին բարձրացրել է Բաքվում ձերբակալված Ռուսաստանի 11 քաղաքացիների շուտափույթ ազատ արձակման հարցը։ Չեռնոգորիայի կառավարությունը որոշում է կայացրել վիզային ռեժիմ սահմանել Ադրբեջանի քաղաքացիների համար։ Իշխանություններն ընդգծել են, որ դրա նպատակը անօրինական միգրացիայի դեմ պայքարն ու վիզային քաղաքականությունը ԵՄ նորմերին համապատասխանեցնելն է։ Փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն հունվարի 15-ից։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն մեկնաբանելով այդ որոշումը նշել է, որ երկրի քաղաքացիների համար վիզային ռեժիմի նոր կանոնների եւ պայմանների վերաբերյալ համապատասխան հարցում է ուղարկվել Չեռնոգորիայի իշխանություններին։ Վարդուհի Հարությունյան, հարևաններ։